Եկեղեցու պաշտպանությունից հետո կալանավորված Սամվել Կարապետյանի մեր ձևով շարժման հաշվետու ժողովի ժամանակ գործարարի եղբորորդի Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ չեն պատրաստվում համագործակցել նախկին նախագահների հետ եւ վստահ են, որ Հայաստանին պետք է նոր առաջնորդ, իսկ ով է վարչապետի իրենց թեկնածուն, շարժման համակարգողը այսօր էլ անուն չի հրապարակել։ Կարևոր բան եմ ուզում բոլորիս ասեմ։ Մեր երկրի բոլոր ղեկավարները, որոնց նախորդ են կոչում, նախկին են կոչում, եւ այս ղեկավարը մի ընդհանուր խնդիր ունեն։ Հասարակությունում կա մաս, որ չի ընդունում մի նախագահին, երկրորդ նախագահին, երրորդ նախագահին եւ ընդունում է մյուսին։ Կա մաս, որ չի ընդունում այսօրվա ղեկավարին, ընդունում է նախագահներից մեկին։ Մեր հասարակությունը բաժանված է։ Ամեն հասարակության հատված ունի իր համար հետաքրքիր, իմ համար համակրելի քաղաքական գործիչ, բայց բոլորով իրար հետ, ոչ մեկի հետ համաձայն չեն, որովհետև ոչ մեկի մեջ չեն տեսնում իրենց համախմբող ուժը։ Որպեսզի մեր երկիրը համախմբվի, որպեսզի մեր ազգը համախմբվի, մեզ պետք է Հայաստան ունենա նոր ղեկավար, ամենայն հարգանքով Հայաստանի բոլոր նախագահների հանդեպ։ Իրենք արել են աշխատանք, մենք ամենայն հարգանքով ենք վերաբերում, բայց ապագա Հայաստանում իրենց ժամանակը էլ չէ։ Նոր առաջնորդների ժամանակն է։ Առաջնորդի հետ կապված ես կրկնում եմ մեր այն կարծիքը եւ այն հայտարարությունը, որ առաջնորդը կլինի ընդունելի եւ ընկալելի մեր հանրության համար։ Իսկ անունը մենք կհրապարակենք քաղաքական ուժի ստեղծման հայտարարության օրը։ Մյուս հարցերը անունը, քաղաքական ուժի անունը եւ նաեւ քաղաքական թիմի վարչապետի թեկնածուի անունը մենք կհրապարակենք տարվա սկզբին քաղաքական ուժի ստեղծման համագումարի ժամանակ։ Բայց այդ հայտ է, որ ընտրություններին մասնակցություն ունենալ։ Միանշանակ։